Բարձես դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա զրույցների շարքը եւ շարունակում ենք մեր խոսակցությունը անցյալ անգամ, այսինքն անցյալ երկու անգամ ավելի շուտ անցյալ երկու զրույցները մենք նվիրել էինք արդյոք հայերը, հայ ժողովուրդը Օսմանյան կայսրությունում ինչպես էր ապրում, ինչ խնդիրներ ուներ եւ արդյոք հայերի եւ Օսմանյան կայսրության թուրքերի միջև թշնամանքը, այսինքն այսօրվա թուրքերի միջև թշնամանքը ինքը բնական օբյեկտիվ հողն էր, թե դա դրսից ուղղակի ինչ որ սադրված, դրսից բերված օրակարգ էր եւ է։ Ինչի համար ենք խոսում այս թեմայի մասին, երևի հասկանալի է, ում համար հասկանալի չի, կարող է սրա ոչ թե նախորդ, այլ նախորդի նախորդ ուրեմն զրույցը նայի, բայց ամեն դեպքում բոլորդ գիտեք, որ կա նման տեսակետ, որ իրականում այդ ամեն ինչը դրսից է պարտադրված, այդ տեսակետը հին է, նոր տեսակետ չի, մենք ավելի մանրամասն դեռ կխոսենք, ինչքան հին է եւ ինչ այդտեղ ուրեմն կարևոր նրբերանգներ կան եւ գիտեք նաեւ որ հիմա դա ակտուալիզացվում է, փորձում են ակտուալիզացնել եւ այդպես ներկայացնել եւ Թուրքիայի թուրքերի վերաբերյալ եւ Ադրբեջանի թուրքերի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք որ հերթով կխոսենք այս թեմաները կփորձենք հասկանալ, նախ եւ առաջ օբյեկտիվը կհասկանանք, որ հետո հասկանանք, թե որն է այստեղ քարոզչությունը, մանիպուլյացիաները, ում կողմից եւ ինչի համար։ Խոսացինք նախնական այս թեման, նախնական չէ, արդեն լավ էլ խոսել ենք երկու հաղորդում եւ եկանք հասանք մի կետի, երբ որ Օսմանյան կայսրությունը նվաճում է Հայաստանը, այսինքն այնինչ հետագայում կոչվեց Արևմտյան Հայաստան եւ մինչեւ հիմա էլ կոչում ենք Արևմտյան Հայաստան, դե իհարկե այդ այլ եմ ասում պայմանական տերմիններ են Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, մեկ Հայաստան կա իրականում, ուղղակի գիտեք, քանի որ արտաքին տարբեր ուժեր ժամանակ առ ժամանակ Հայաստանը բաժանել են իրար մեջ, այդ պայմանական արհեստական կարելի ասել թե բաժանումը առաջացել է դա Հայաստանի ներքին իրական աշխարհագրական կամ քաղաքական պատմական որ կամ բանի հետ բաժանման հետ կապ չունի, դա զուտ արտաքին բաժանում է եւ այդ սահմաններն էլ երկուսի փոխվել են, բայց ամեն դեպքում հիմա դրա մասին չենք խոսում, ուղղակի ես որպեսզի ամեն անգամ չասեմ Արևմտյան Արևելյան, ասում եմ Հայաստան նկատի ունենք Հայաստան երկրի այն հատվածը, որը Օսմանյան կայսրության կամ այսօր Թուրքիայի ուրեմն ենթակայության տակ է մնացել։ Ուրեմն երբ որ գալիս նվաճում են, մենք մի բան այդտեղ արձանագրեցինք, բացի այն որ Օսմանյան կայսրության դա արդեն որոշ չափով դեպի անկում գնացող շրջաններ, դեռ անկումը չէր, դեռ նույնիսկ այսպես ասած լիարժեք դա չէր դրսևորվել, բայց արդեն դեպի անկում գնացող էր, այսինքն պետությունը թուլանում էր եւ պետական իշխանությունը եւ ավելի սենց կոռումպացված փչացած էր դառնում, ու այնպես չի որ միշտ այնց, չգիտեմ, իդեալական պետություն է եղել համեմատաբար, բայց էլ ավելի նույնիսկ համեմատած որևէ արևելյան իրաբանի հետ դեպի կոռուպցիոն այդ բանը գնացող, այսինքն փչացում պետական համակարգի կոռուպցիա տվյալ դեպքում այդ նկատում բարձր իմաստով գիտեք, կոռուպցիա բառը նշանակում է հենց փչացում։ Եվ մյուսը, այս ինչ եմ իշտակում, որովհետեւ ամեն դեպքում մենք անցյալ անգամ էլ խոսեցինք եւ այսօր էլ արձանագրենք, որ Օսմանյան պետական իշխանությունը բուն Հայաստանում ընդհանուր մինչև 19-րդ դար երբեք շատ ուժեղ չի եղել Հայաստանի մեծ մասում, օսմանցիների կողմից վերահսկվող Հայաստանի մեծ մասում բուն պետական ապարատի իշխանությունը բավականին թույլ է եղել, այսինքն եւ դատարաններ, եւ գավառապետեր, եւ չգիտեմ մնացած այդ համակարգերը եղել է, բայց թույլ է եղել, իսկ բուն այսպես ինչպես հիմա սիրում են ասել հողի վրա իշխանությունը Հայաստանում ավելի շատ եղել է պատկանել է քրդերին, քուրդ իշխաններին կամ քուրդ աշիրեթներին, այսինքն քրդական ցեղերին, աշիրեթը ցեղն է, տվյալ դեպքում շատ չխորանանք, զուտ ցենց հիմա պայմանական բարձ թարգմանենք եւ դա կարեւոր է, այս մի փոքր կմանրամասնենք այս թեման, որովհետեւ դա անկարևոր չի, այսպես ասած հասկանալ, ինչու է այդպես եղել, նախ մի հատ այդ հասկանանք, նաեւ ինչու է քրդերի ձեռը հայտնվել։ Խնդիրը նա է, որ Հայաստանի տարածքում այդ ժամանակ եւ հատկապես այդ հատվածներում Հայաստանի որանգան Օսմանյան կայսրության տակ, որտեղ արևելքում մի փոքր, բայց շատ փոքր ավելի տարբերություն կար, հայկական ազնվականություն, հայկական իշխանություններ, որոնք գիտեք դարերի ընթացքում հայ իշխաններ, հայ ազնվականներ միշտ տիրել են իրենց գավառներին, եթե շրջաններին Հայաստանի տարբեր անկախ արտաքին տիրապետություններից, այդ շրջանում դրանք
փաստացի գրեթե չկային արդեն մի քանի տեղեր ասել են պահպանվել էին, ասենք Զեյթունում, Սասունում, շատ փոքր sense բանով մասշտաբով Վանա լճի ավազանում որոշ տեղեր, բայց հիմնականում գոյություն չունեին, այսինքն հայ ազնվականությունը, որը մինչև այդտեղ իշխող էր, անկախել եմ ասում արտաքին տիրապետությունից լինել կամ չլինելուց, ինքը չկար, ինչու չկար, որտեղից էր դատարկվել, սա շատ կարևոր է ամեն դեպքում հասկանալ մեր պատմության տեսակետից ընդհանրապես եւ որոշ չափով նաեւ այս կոնտեքստում, որով դա արդյունք է բյուզանդական քաղաքականության, դա ուրիշ բանի արդյունք չէ։ Իհարկե մեր պատմագիտությունը ավանդապես մի քիչ այլ կերպ է ներկայացնում, այդ նույն բոլոր սելջուկները, մողոլները եկան, ջնջեցին, սփռեցին եւ այլն սելջուկները, մողոլները եկան շատ վատ բան արեցին, բայց հայ ազնվականության իրենք չեն ոչնչացրել, հայ ազնվական այդ համակարգը, այսինքն հայերի իշխանությունը տեղում իրենց երկրում անկախ արտաքին այդ բաներից բնաջնջել են, արմատախիլ են արել եւ դիտավորյալ գիտակցված բյուզանդացիները, բյուզանդական կայսրությունը կամ արևելյան հռոմեական կայսրությունը դա գիտակցված process է եղել, հանել են բարձրապես երկրից։ Իրենց ինչու ոնց դա առանձին թեմա է, գուցե մի օր ինչ-որ մի այլ առիթով խոսք, սա ոչ թե առանց սա մեր պատմության կարևորագույն կարելի ասել թեման է կամ կարևորագույն մի 5 թեմաներից է, առանցքներից է մեր պատմության եւ պատճառներից ինչու ենք մենք այսօր այս վիճակում։ Հիմքում դա է այդ հին հայկական համակարգի կազմակերպումը Բյուզանդիայի կողմից, բազմակի կազմակերպումը մենակ ազնվականության մասին չի խոսքը եւ Արդյունքում վակուում է իշխանության Հայաստանում աստիճանաբար լցվում է այլ ազգիներով։ Տվյալ դեպքում Հայաստանի այդ հատվածում, ոչ բոլոր հատվածում, այդ հատվածում հիմնականում քրդերով։ Քրդերը գալիս են զբաղեցնում են այն տեղը քուրդ աշիրետները, իշխանները, որը նախկինում հայ ազնվականությունը ուներ եւ սկսում են փաստացի տիրել այդտեղ հայ զանգվածին, այսինքն մենք խոսել ենք հայ գյուղացիությունը, ճնշող մեծամասնությունը, այլի գյուղացիություններ, բայց նաև քաղաքների բնակչությանը հատկապես առավել ցենց բանդասակարգերին ավելի ցենց քաղաքաբնակ էլի, ոչ ցենց ասած բարձր դասակարգերին, բայց հիմնականում հայ գյուղացիությանը եւ հիմնական շահգործող ուժը այստեղ այդ քուրդ իշխաններն են ու մի դեպք քրդերն էլ բաժանվում էին աշիրետ եւ ռայա, այսինքն այդ ցեղի քրդերին, ասենց ասած, որոնք այդ իշխող դիրքը ունեին, եւ ռայային, որը այդ իրանց սպանները, իրանց շահագործող դասակարգներ, այնպես չի որ քուրդ այդ շահագործող դասակարգը նույնպես շատ տենց սպառվող վիճակում չէր, բայց հայերը հենց այդ շահագործողի կարգավիճակում էին այդ երկրում եւ տեղում իշխանությունը մինչեւ 19-րդ դարի սկիզբ, ամենից եւ հետո էր իրականում, մինչեւ 19-րդ դարի սկիզբ տենց գրեթե ամբողջությամբ քրդերի ձեռներ։ Արդեն Օսմանյան տիրապետությունը ինքը միջնորդավորված էր այստեղ քրդերով։ Իհարկե մինչեւ օսմանցիների գալն էր այդպես դասավորվել, որովհետեւ այդտեղ այդ արդեն ասացի, որ հայ ազնվականությունը կարելի ասել այդ հատվածներում Հայաստանի հատկապես վերացել էր եւ ինչ վերաբերում է այդտեղ արտաքին տիրապետությունների բավականին sense խառնաշփոթ հատկապես մողոլների գալուց ու հայտնվելուց ու թուլանալուց հետո այս մեր տարածաշրջանում այդ հուլագանների պետություններ մողոլների այստեղի այսպես ասած պետությունը հիմնականում Իրանի հետ էր համընկնում տարածքով, բայց նաեւ Հայաստանն էր դրա մեջ մտնում, դրանից հետո շատ տարբեր sense ավելի ժամանակավոր թույլ մեկը մյուսին փոխող պետական տարբեր կազմավորումներ, դինաստիաներ են եղել, չգիտեմ, այդ կարծեմ անցել անգամ էլ ասի, այդ Չոբանյաններ, Կարակոյունլուներ, Ակկոյունլուներ, այսինքն սև ոչխարներ, սպիտակ ոչխարները, արդեն նույնիսկ կանոններ այդ պետությունների, որով մեր այս արևելյան հարևանը շատ հպարտանում են իդեպ դրանցով, որ դրանք իրենց պետություններն են եղել, դրա մասին խոսենք եղել են, թե չէ, բայց անունները շատ այսպես ասած դիասի հուսադրող են, հուշող են, Չոբանյաններ, սև ոչխարներ եւ սպիտակ ոչխարներ, հասկանում, 3 դինաստիա, 3 պետություն իրար հետևից, թուրքալեզու հիմնականում, նրանք թուրքալեզու են, բայց ավելի sense իրանական բանի մեջ էին մտնում քաղաքակրթական տարածության մեջ, ուրեմն էլ եմ ասում Չոբաններ, փաստորեն եւ ոչխարներ։ Ոչխարները երկու տեսակ, սև եւ սպիտակ, այդպիսի պետություններ էին, իրեւ ասեմ, ես հեգնական եմ ասում, բայց դրանցից շատերը հայերի հետ այդքան էլ վատ չէին, օրինակ Կարակոյունլուներից այդ Ջևանշիրը, իրենց ամենաուժեղ բանը, լավ էլ սիրում էր հայերին, հայ իշխանների մնացորդների հետ ընկերություններ, այսպես ասած անում,
որոշակի դրական բաներ կան իր անվան հետ կապված, որքան է հեգնական հիմա ես տենց բան եմ անում։ Բայց ամեն դեպքում սրանք շատ ժամանակավոր արագ փոփոխող պետություններ էին, գնում գալիս էին, իսկ հողի վրա բուն իշխանությունը մնում էր քրդերին։ Այնտեղ բանն էլ Թիմուր Լենգն էլ արանքը մի արանք մտավ գնաց իր հետնորդները, կռիվներ, պատերազմներ եւ այլն։ Հիմա շատ չխորանանք, ամեն դեպքում օսմանցիները գալիս են, ավելի կայուն պետություն է, մնում է ավելի երկարատև, բայց մնում է էլի տեղում իշխանությունը քրդերի ձեռքը։ Եվ հա, մի կարևոր երանգ էլ, մի քիչ կարող է այսօր թեմայից մի փոքր շեղվում եմ, չնայած դա շեղում չի, բայց ամեն դեպքում կարևոր բաներ կան, երանգներ կան, որ արժի խոսել։ Նաև, ուրեմն տեսեք, մինչև հիմա էլ գիտեք, որ մեծ հաշվով Հայաստանում, Արևմտյան Հայաստանում քրդերն են ապրում, մեծամասնություն, բայց կան բացառություններ, եւ այդ բացառություններն էլի սկզբանե են գոյացել։ Ուրեմն բացի ամենակարևոր բացառությունները, բացի Կարինից, այսինքն Էրզրումից, Էրզրում քաղաքը, որ հայկական անունը Կարինն է, եթե ու գիտեք մեծ մասը երևի, բայց ամեն դեպքում Կարինը հենց Էրզրումն է։ Էրզրումը թուրքական անուն չէ, որ շուտ արաբական է ցակումով։ Բացի ուրեմն այդ Կարինից եւ Բիթլիսից, Բիթլիսի քաղաքում էլի քաղաքում ուրեմն որտեղ ու էլի բացառություններ կան, բայց հիմա կարևորներն եմ նշում, որտեղ քրդերը չեն եղել եւ չեն։ Բիթլիսի պահով հիմա, որը հին հայկական բաղաշն է, կարող հանկարծ սխալվեմ այսօրվա պահով, այսօր, բայց եթե հանկարծ սխալվեմ, ինձ կներեք ու կուղեք։ Բայց Կարինի մասով հաստատ եմ ասում, այդտեղ են միան, որ հիմա էլ իդեպ թուրքերն են մեծամասնություն, ապրում, քրդերը չեն, եւ սա պատահական չի, որովհետեւ ընդհանրապես մենք ինչ էլ ասենք Օսմանյան կայսրության մասին եւ նույնիսկ իր անկումային փուլերում, արդեն որ ասում են կոռումպացված, փչացված եւ այլն, մի բան կա, որը իրենց մոտ եղել է եւ հիմա էլ կա, դա ռեալ ստրատեգիկ մտածողությունն է, ռեալ քաղաքական ստրատեգիկ մտածողությունն է, մի բան, որը իսպար բացակայում է մեր այսպես կոչված քաղաքական էլիտաների մոտ, ինչ եմ ասում այսպես կոչված, որտեղ եթե իրենք քաղաքական մտածողություն չունեն, ուղղակի իրանք իրենց անվանում են քաղաքական, դե ես չեմ կարող դա անվանեմ ռեալ քաղաքական, էլի առաջարկերտների։ Հատկապես Կարինը, բայց նաև Բիթլիսը ոչ միայն Հայաստանի մասշտաբով, ոչ միայն նույնիսկ Փոքր Ասիայի մասշտաբով, կարելի ասել նույնիսկ չափազանցություն չեմ անում, նույնիսկ եվրասիական մասշտաբով կարևորագույն կոմունիկացիոն հանգույցներ են, իդեպ Ռուբեն Տերմինասյանը այդ իմաստով լավ հետաքրքիր գործ ունի, հենց Հայաստանը եւ իր ճանապարհները, մի խոսքով sense պայմանական ասեմ, մի քիչ լավ չի մեր հիշողությունս, բայց եւ Կարինը կարևոր, իդեպ հա, նաեւ Ռուբեն Տերմինասյանը Կարինը ընդհանրապես համարում է Հայաստանի թիվ 1 ստրատեգիական կետը, եթե նույնիսկ համարենք, որ չափազանցնում է, բայց պատմականորեն իրոք այդպես է եւ բյուզանդական շրջանում, եւ հայոց թագավորական շրջանում, եւ արաբների համար, եւ մինչեւ հիմա։ Դա մնում է կարևորագույն հանգույցը, որովհետև այդտեղ ճանապարհները, որոնք տանում են դեպի Պոլիս, դեպի նեղուցներ, արևելքից, Թավրիզով եւ ավելի հեռուներից այդտեղ են ոնց որ կենտրոնանում եւ մյուսը Բիթլիսը կամ Բաղեշը հին հայկական, որը տանում է դեպի Միջագետ, գլխավոր ճանապարհի վրա է էլի, հյուսիսից դեպի Միջագետ եւ այդ բանի մեջ է նեղանցքի վրա է հենց։ Երկուսն էլ կարևոր ստրատեգիական կետեր են, կարևորագույն Հայաստանի կարևորագույն լավ sense զգուշ ձևակերպենք ստրատեգիական կետերից են, բայց կարևորագույններից ասելով ասենք կարող մի 3-4-ից, հա։ Եվ այդտեղ թուրքերը բնակում են, այդտեղ իրենք գիտակցված կերպով ուրեմն այդ կետերում ստեղծել են այդ մեծամասնությունը, մինչև այլ այդպես, այսինքն իրենց ստրատեգիական մտածողությունը ոնց կար, տենց էլ մնում իրենք կարևոր կետերում իրենք բնակվում են, մնացածը իրենք այդպես էլ չեն կարողացել, չեմ ասում, չեն ուզեցել, հիմա մի կողմ թողնենք, բայց չեն կարողացել բնակեցնել եւ մինչեւ հիմա գիտեք, որտեղ քրդեր են ապրում, ինչ է սկսվում 19-րդ դարի սկզբում։ Կարծեմ մի թեթև անցյալ անգամ էլ հիշատակեցի։ Օսմանյան կայսրությունում սկսվում են ռեֆորմների փորձեր, որովհետեւ նախ պետությունը իրոք անկման մեջ է, արդեն իրենք իրենց ռազմական փայլնել, քաղաքական ազդեցություններ սկսում են կորցնել, արդեն սկսում են տարբեր ժողովուրդների եվրոպական հատկապես Բալկաններում ապստամբությունները, հաջող ապստամբությունները հույների, սերբերի եւ այլն
եւ եվրոպական պետությունների ճնշումը, այդ ֆոնին ուրեմն այդ համատեքստում նաեւ պարտությունները ռուս-թուրքական պատերազմներում սկսում են ռեֆորմների փորձեր Օսմանյան կայսրությունում եւ ռեֆորմների նպատակներից մեկը բնականաբար պետական իշխանության ամրապնդումը կենտրոնացումն է եւ եվրոպականացումը։ Եվ այստեղ հիշում են Հայաստանի մասին, այն իմաստով, որ փորձում են պետական իշխանությունը այստեղ կենտրոնացնել։ Այսինքն այն ինչ որ չափով անվանական էր, պայմանական էր, այսինքն փողը այդ տարածքից այսպես ասած ստանում էր պետությունը, մնացածը իրեն հետաքրքիր չէր քրդերի ձեռքն էր։ Հիմա պետությունը ուզում է ռեալ իշխանություն սկսել ունենալ այդ շրջանում եւ բնականաբար ով է իր գլխավոր այստեղ դառնում մրցակիցը, խնդիրը, թշնամին, քրդերը։ Երբ որ պետությունը փորձում է լուծել քրդական հարցը, այսինքն քրդերի իշխանությունը փորձում է թուլացնել, դա 19-րդ դարի սկզբում է, առաջին կեսում է, այստեղ բնական դաշնակիցը ինչ որտեղ Օսմանյան կայսրության դառնում են հայերը, որտեղ հայերը նույնպես քրդերի հետ խնդիր ունեն, եւ այդ շրջանում է, որ որոշակի այսպես հայերի նկատմամբ քաղաքականություն է ձևավորվում, ավելի մեղմ, ավելի sense, չասեմ հովանավորող, բայց ավելի բարյացակամ այդ ժամանակ է նաև որ արևմտահայերի սահմանադրությունն է ընդունվում, մի քիչ ավելի ուշ, բայց նաև որոշ չափով այդ կոնտեքստում սա գրականության մեջ կա, այդ սովետային պատմության մեջ էլ կա։ Սա առաջի փուլն է։ Հիմա ես մանրամասն չեմ կանգնում, ես ընդհանրապես մոդելներն եմ փորձում բանանել, դրա համար շատ էսպես կոպիտ ու բարձունակ եմ ներկայացնում առանց նրբերանգների եւ առանց խորանալու եւ բայց հետո կան երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը, երբ որ արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին եւ ավելի շուտ վերջին քառորդին, երբ որ հայկական արդեն ազատագրական պայքարն է, արդեն հայերի ազատագրական ձգտումներն են սկսում բարձրանալ եւ ձևավորվել եւ դրսեւորվել, այդ ժամանակ քաղաքականությունը փոխվում է, արդեն հակառակն է դառնում։ Օսմանյան կայսրությունը սկսում է հայերի դեմ օգտագործել քրդերին, արդեն այդ Աբդուլհամիդի ժամանակ լսել եք Համիդիի ջոները, ջոկատները քրդերին զինում են, քրդերի ձեռքով են ըստ էության հայերին կոտորում եւ ինչի եմ սա նաեւ հիշատակում, որտեղ էս կարեւոր մի հատ բան է, այսպես ասած թուրք-քուրդ հայկական եռանկյունին։ Տեսեք ինչպես որտեղ մենք պետք է հասկանանք, սա կայսրություն էր, սա սովորական տենց պետություն չէր, կայսրությունները ունենում են բավականին այսպես ունենում են այդպիսի քաղաքական մոդելներ, այսպես ասենք, իրենք առանձնապես չեն սիրում իրենց ձեռքերով, այսպես ասած, սև գործ անել նաև, օրինակ, չգիտեմ, ջարդեր եւ այլն, Օսմանյան կայսրությունն էլ այդ ավանդույթը ուներ, այսինքն երբ որ արդեն եկավ հայերին, այսպես ասած, պատժելու, հայերի պայքարը ճնշելու շրջանը, հիմնականում դա փորձում էին քրդերի ձեռքով անել, եւ ոչ միայն փորձում էին, տենց էլ անում էին, եւ ոչ միայն սուլթանների ժամանակ, այլև հետո արդեն երիտթուրքերի ժամանակ, մեր պապերի մեծ մասը ոչնչացվել է, սպանվել է հենց քրդերի ձեռքով։ Դա թուրքերին բնականաբար չի արդարացնում, թուրքերը կազմակերպողն են եղել, թուրքերը հրաման տվողն են եղել, բայց իրենք դա արել են քրդերի ձեռքերով հիմնականում, գերազանցապես ոչ միայն, բայց գերազանցապես։ Իհարկե իրենք թուրքերն էլ մասնակցել են թուրք, այսպես ասում են թուրք խուժանը, դա խուժանա չէ, հենց հասարակ թուրքերը, պարզ թուրքերը հաճույքով, շատերը նաև հաճույքով մասնակցել են այդ կոտորածներին, տարբեր տարեթվերի, բայց նաև քրդերի ձեռքով է դա շատ անգամ արվել։ Սա ճիշտ այնպես, ինչպես որ ռուսական կայսրությունը նույնը անում էր եւ փորձում է միշտ անել եւ սիրում է անել մեր տեղի Կովկասի թուրքերի, Կովկասի, հարավային Կովկասի թուրքերի ձեռամբ, այսինքն այն ժամանակ թաթարներ էին դրան կոչում, հիմա ադրբեջանցի, ինչ որ մենք գիտենք որպես թուրք, տվյալ դեպքում արևելքի Ադրբեջանի թուրքեր, ռուսական կայսրությունը նրանց ձեռքով էր, ոնց որ օրինակ 1905-7 թվականներին դասական օրինակ է հայերին այսպես ասած պատժում, կոտորում, ջարդում, հայերի ջարդեր էր կազմակերպում, ռուսական կայսրությունում դա մեծ գաղտնիք չէր նաև ժամանակակիցների համար, որ դա իհարկե ռուսական պետության կողմից էր կազմակերպվում եւ հովանավորվում եւ չէր կանգնեցվում եւ ռուսական կայսրությունը շատ կոնկրետ
թաթարների կողմից էր այդ ջարդերում, իհարկե իրանք շատ տարբեր ձևեր կարող են ներկայացնել, բայց այդպես է թուրքերի կողմից, բայց իրենց ձեռքով չէին անում, այսինքն նրանց ձեռքով էին անում, նույնը Թուրքիայում քրդերի ձեռքով են միշտ փորձել անել, որտեղ դա կայսրությունների քաղաքականություն է։ Ես այստեղ ճիշտ է մի քիչ էլի մի փոքր շեղում եմ, բայց հիշատակեցի բյուզանդական կայսրությունը, այս թեման էլ հիմա չեմ կարող շատ բացել, բայց իրականում մենք Օսմանյան կայսրություն ասելով պետք է պատկերացնենք, իրական կարևոր է սա, ոչ թե դա այդքան մենք ասում ենք թուրք, սելջուկ, չգիտեմ, եւ այլն, Օսմանյան կայսրությունը այո, էթնիկապես, լեզվի տեսակետից եւ sense ասած ծագումնաբանական Օսմանի այդ Օսմանյան դինաստիայի սելջուկների հետ կապված է, բայց որպես պետության մոդել, դա սելջուկներինը չի, սելջուկները այդպես սեփական պետության մոդել չեն ունեցել, իրանք իրանական մոդելներն են հիմնականում վերցրել ու դրանք էլ տեն շատ երկար ու կան ինչ որ բան չեն ստեղծել, հիմնականում իրանական մշակույթի մեջ են, ինչ որ արել են, փորձել են անել, այդտեղից են փոխառել, բայց Օսմանյանը շատ մեծ չափով, իհարկե ոչ մեն, բայց շատ մեծ չափով հենց բյուզանդականն է, ոչ մեն աշխարհագրորեն է շարունակությունը, այլ նաև պետական ավանդույթի մոդելների առումով, իհարկե շատ բան վերցրել նաև մուսուլմանական աշխարհից, արաբական, չգիտեմ, նույն պարսկական եւ այլն, բայց ի տարբերություն նույն սելջուկների եւ չնայած սելջուկների մոտ էլ որոշ հետքեր կարելի է գտնել, բայց այստեղ շեշտված է բյուզանդականությունը շատ կարևոր, թեև շատ քիչ խոսացվող կարևոր տարերից է Օսմանյան կայսրության հիմքում ընկած մոդելի եւ այստեղից նաեւ անսպասելի իրենց հաճախ այդ ցեղակցությունը ռուսական կայսրության հետ, որտեղ ռուսական կայսրությունը, գիտեք, չնայած ինքը Բյուզանդիայի հետ մեծ հաշվով ոչ մի կապ չունի աշխարհագրական կամ էթնիկ, բայց իրենց համարել են Բյուզանդիայի հետնորդ եւ մոդելից իրոք շատ բան վերցել են, որտեղ իրենց էլ բուն ռուսներին, որպես սլավոն ժողովուրդ, այդ ձևի պետության մոդել բնորոշ չի, իրենց ասենք ավելի շատ եվրոպականին բնիկ ռուսական են հին, ասած ինքը ավելի շատ եվրոպականի նման մի բան է, բայց այս մոդելը կայսրության ավելի շատ բյուզանդական է, ճիշտ է շատեր ասում են մողոլական, ես այդքան համաձայն չեմ, հենց բյուզանդական ավելի շատ, եւ այստեղից այս ցեղակցությունը եւ այս անալոգիան։ Որպեսզի այս թեման քրդերի ավարտենք, մի քիչ իմ պատկերացրածից երկարեց, բայց ամեն դեպքում կարծում կարևոր թեմա է, չնայած համ երկարեց, համ շատ բան խոսացի, այսպես ֆրագմենտար խոսացի մեծ թեմա է։ Մենք մինչև հիմա էլ կա չէ այդ պատկերացումը, որ դե թուրքերը մեր թշնամին են, քրդերը մեր ընկերներն են։ Ես բնականաբար որևէ ազգի դեմ ոչինչ չունեմ, իրոք չունեմ։ Ու քրդերի դեմ էլ տենց բան չունեմ, այս քրդերի մասին է խոսքը, իդեպ ոչ թե եզդիների։ Չնայած եզդիների մեջ հիմա Հայաստանում կան, որ իրենց հենց քուրդ են համարում, սովետական շրջանում էլ քուրդ են համարում, բայց ամեն դեպքում դրանք տարբեր են, կրոնական առնվազն տարբեր են եւ եզդիների մի զգալի մասն էլ իրենց շատ տարբեր է համարում, բայց սա էական չի։ Այդ պատկերացումը, որ քրդերը մեր ոնց որ ընկերներն են, դաշնակիցներ են, քանի որ իրենք էլ թուրքերին չեն սիրում։ Այստեղ կարևոր նյուանսներ կան, հա, եւ իդեպ սա նաեւ սովետական միության այն շրջանում արդեն պատմության երկրորդ շրջանում, երբ որ արդեն Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ էր եւ Թուրքիայի հետ ի տարբերություն առաջի շրջանի ընկեր ու դաշնակից չէին, սա նաեւ սովետական միության կողմից եւ սովետական միության մեջ տարածվող բան էր եւ ասեմ քրդական հարցով դες զբաղվում էին բնականաբար սովետական ուրեմն հատուկ ծառայությունները եւ որքան ես գիտեմ, կարծում եմ դա ստույգ է, բայց չեմ կարող 100% այս մեկը երաշխավորեմ, բայց որքան գիտեմ շատ մոտ է իրականությանը, հենց մեր այսօրվա ամենասիրելի հարևան, ամենախաղաղ հարևան, ամենախաղաղասեր առաջնորդ ու չգիտեմ ամենախաղաղասերն է, թե մրցակից ունի գուցե, բայց Իլհամ Ալիևի մասին է խոսքը, նրա հայրիկը, այսպես ասենք, նույնպես շատ մեծ ու խաղաղասեր առաջնորդ Հեյդար Ալիևը, գիտեք, սովետական անվտանգության կառույցներում բարձր դիրքեր ուներ եւ նա զբաղվում էր, որքան ես գիտեմ, հենց քրդական հարցով, դե բացի այդ, որտեղ ինքը նաեւ էթնիկապես քուրդ էր։ Ու գիտեն Ադրբեջանում դրա մասին, որ Ալիևները քուրդ են։ Էլի չեմ կարող 100% երաշխավորեմ, բայց Ադրբեջանում դա ամենատարածված ընդունված բանն է։ Կարծում եմ իրենք ճիշտ գիտեն։ Միշտ մի հատ այդ առումով խոսք եմ հիշում, որ Վազգեն Մանուկյանը
Ղարաբաղյան շարժման տարիներին դեռ ցեք ինչին մարդ եմ հիշում եմ Ղարաբաղյան շարժման տարիներին Վազգեն Մանուկյանն ասել է 89 թվին թե 88 թվին Բայց հետաքրքիր բան էր ինքը ասել իմ մեջ տպարվել է ասում է եթե մենք ռուսները եւ քրդերը ուզում ենք վանը դա չի նշանակում որ մեր շահերը համընկնում են դա շատ բան հետաքրքիր միտք է բայց այսինքն շատ པարզ միտք է իրականում եթե դուք երեքով ինչ որ մի բան եք ուզում ոնց որ դա չի նշանակում որ շահերը համընկնում են հակառակը ձեր շահերը հակասում են որտեղ երեքդ էլ մի բան եք ուզում բայց մեր հայկական գիտակցության մեջ ոնց որ դա այդ པարզ միտքը այդքան էլ լավ չի նստում որ մենք մտածում ենք որ եթե քրդերն են թուրքերի դեմ ուզում են վանը մենք էլ ենք թուրքերի դեմ ուզում ենք վանը ուրեմն մենք դաշնակից ենք ոչ մենք մրցակից ենք ճիշտ հակառակը եւ այդ թուրք-հայ քրդական երանգյունին ինքը ճիշտ է հիմա չկա որովհետեւ Հայաստանում հիմա Արևմտյան Հայաստանում հայեր չեն ապրում են քրդեր բայց ինքը որոշակի իմաստով պոտենցիալ կա ինչու որովհետեւ այդ տարածքը ինքը փաստացի Քրդստան եւ կա մի հատ օրենք պատմական, որ ով որ ապրում է նրանն է հողը, այսինքն ուշ թե շուտ, որտեղ ուշ թե շուտ ցանկացած պետությունության հետ ինչ որ մի բան տեղի ունենում, թուլացում, ճգնաժամ եւ այլն, դա կլինի 10 տարի թե 100 տարի, էական չի ժամանակի ընթացքում միշտ մեկը փոփոխվում են սահմանները, պետությունները, ոչ չի կարող որևէ պետություն հավերժ լինել, ինչքան ուզում ես, ասենք երթվի արյան վրա, չեն կար 1000 տարի անփոփոխ պայն, ասենք աբսուրդ է դա չի լինելու, ուրեմն դա մի օր դառնալու է քրդական պետություն, քանի որ քրդերը այնտեղ են ապրում, դա դառնալու Քրդստան, նաև անկախ Քրդստան, եւ այդ ժամանակ մեծ հարց է, այսինքն այստեղ հայերի շահերը եւ թուրքերի շահերը հակասում են, այս հարցում թե համընկնում են։ Հիմա սա ինչ եմ հիշատակում, որտեղ մի քիչ պետք է ավելի sense բան մտածել, էլի ավելի sense ոչ պարզ կատեգորիաներով մտածել եւ հասկանալ, որ ամեն դեպքում այդ թուրք-քուրդ հայկական երանգյունը ինքը որոշ չափով միջև հիմա էլ կա, բայց այս իհարկե ապագան եւ ներկան մենք դրա մասին չենք խոսում, մեր խոսակցությունը անցյալի մասին եւ նրա մասին, որ երբ որ կար հայերը Հայաստանում էին, գործում էր այս թուրք-քուրդ հայկական երանգյունին եւ թուրքական քաղաքականությունը մեկ փաստորեն հայերին էր փորձում քրդերի դեմ օգտագործել մեկ հակառակը, այսինքն երբ որ իրեն պետք էր քրդերին թուլացնել հայկական գործոններ փորձում ակտիվացնել եւ երբ որ հայերին էր պետք թուլացնել քրդական գործոնը, բնական որ հայերով ինքը չէր կարա քուրդ կոտորեր դա այդ հնարավորությունը չկար, բայց ուրիշ ձևերով էր ակտիվացնում, այսինքն ավելի sense բարյացկամ քաղաքականություն էր փորձում բարեր եւ հակառակը։ Հիմա սա քրդական այս բանը ինչի համար ընդհանրապես խոսեցինք, որ իրական պատկերացնենք հայ ժողովրդի վիճակը մենք տեսանք անցյալ անգամ իր երակի շահագործում, այս անգամ տեսանք նաև քրդերի կողմից քրդերին ենթարկված լինել, այսինքն ինչ որտեղ նույնիսկ քարակի շահագործում, հա, որովհետև եթե ամփոփենք, որտեղ Օսմանյան պետության կողմից որպես ընդհանրապես շահարկող դասակարգ, որտեղ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գյուղացի էր, երկրորդը որպես ազգային, ուրեմն տարբերվող փոքրամասնություն իշխող ազգից եւ տարբերվող շահագործող ազգային հողի վրա, շահագործող կրոնական հողի վրա, որպես այլակրոն եւ վերջապես նաեւ առանձին քրդական, այսինքն քարակի շահագործում է եւ այս իրավիճակում է սա արդեն հաջորդ անգամ կխոսենք, որ սկսվում է հայկական ազատագրական պայքարը եւ մենք շարունակելով մեր խոսակցությունը հաջորդ անգամ պետք է մի հատ դրա բնույթը արդեն այս ինֆորմացիան մտքի մեջ պահելով, ինչ որ խոսեցինք այս անգամ նախորդ անգամ եւ նախորդ անգամ դրա բնույթը մի հատ ավելի լավ հասկանանք, դա այստեղ է գալիս գլխավոր պատասխանը մեր հարցի արդյոք դա արհեստական էր, դրսից դրթված էր, թե բնական հիմքեր ուներ։ Դա էլ մի հատ պետք է հասկանանք, որ նոր ասենք առաջ եւ տեսնենք թե այդ ովքեր են, որ այս ստեղծել են այս մոդելը, որ դե եւ ովքեր շահարկում, որ ոչ մի խնդիր չկար, բայց դրսից է դա ստեղծվել, բացի թուրքերից, թուրքերը ինքնին բարձր։ Այսքան այսօր կշարունակենք։